Եթե տարբեր կարծիքներ կան հասարակության մեջ, դա նորմալ է, դա կոչվում է բազմակարծություն, բայց երբ որ բազմակարծությունը առանձին վերցրած մեկ գլխում, դա կոչվում է շիզոֆրենիա։ Հիմա քաղաքական շիզոֆրենիայի դրսևորումն է այն, որ մի կողմից դու պետք է բավարարես Ադրբեջանի ժողովրդի ցանկությունը, մյուս կողմից ասում ես, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, հաջորդ ասում ես ես բանակցային գործընթաց չեմ վարում, որովհետև չեմ տիրապետում եւ գործընթացին եւ թեմային եւ նաեւ չեմ ներկայացնում Արցախահայությանը, բայց նաեւ 2 օր առաջ հայտարարում ես, որ տեղի է ունենում բանակցային գործընթաց եւ բավական դինամիկ զարգացում։ Ուրեմն ինչ է, սա ինչ է կոչվում։ Սա միաժամանակ կոչվում է ստախոսություն, անգրագիտություն, պոպուլիզմ եւ շիզոֆրենիա։ Այս բոլոր հիվանդությունները միասին վերցրած մենք տեսնում ենք մի վիճակ, երբ որ բանակցային գործընթացը փաստացի հայտնվում է փակուղում, իսկ դա ավելացնում է, մեծացնում է պատերազմի հավանականությունը։ Իրենք ներքաշեցին Հայաստանին Բոլթոնի պլանի մեջ, որի գլխավոր թիրախը Ռուսաստանն է, մարտավարական թիրախը Իրանը, մանրադրամը Հայաստանը, Ադրբեջանի ստանալիք բոնուսը հակաիրանական գործընթացին միանալու Արցախը ամբողջությամբ եւ գլխավոր մոդերատորը Թուրքիան։ Հայ ժողովուրդը պետք է իմանա, որ Արցախի հարցում սպասվում է Բոլթոնի պլանի իրականացումը, որով Արցախը Ադրբեջանի կազմում է լինելու ոչ թե շրջաններով, այլ ամբողջությամբ։